Եթե ընտրությունները առաջիկա կիրակի լինեին, որոշել եք ձեր ձայնը ում եք տալու։ Անմիջապես որոշել եմ, ստեղ մենակ մի մարդ եմ ճանաչում, ով առաջինը ինքն է ձեռ մեկնել մեզ նման մարդկանց Ղարաբաղից եկած, ասենք, այդ փախստական բռնակախտաված Մարտին Գրիգոյանն, որ մի մեջ մարդկությունը տեսնում եմ, էլի այդքան բան, էլի տենց շատ բաներ չեմ կարող ասել։ Մի քիչ է Դուք մասնակցելու եք, չէ՞, իրավունք ունեն։ Անպայման մասնակցելու ենք հայկական պասպորտով, այնտեղ կոդա ինչա էդի ինձ չի հետաքրում, ինձ էլ իրավունք ունեմ մասնակցեմ այդ ընտրությանը։ Meil avşeyle arışmanaki քաղաքապետը Վարդան Ղուկասյանը նշեցեմ հա։ Ինչ ակնկալիքներ ունեք նոր ընտրություններից։ Ճիշտ նշած գաղտնիք է, բայց կսեմ։ Պիտի ընտրեի Վարդան Ղուկասյանին։ Բայց քան որ ինքը միացել է Սամվել Պալասանյանին, հեշտմարտու չեն կնրելու։ Կերտանք սաղին չեն եք։ Սամվել Պալասանյանը ոչ մի բան չունի երած։ Հիմի որպես ինչ կմիանան իրար հետ։ Մեր Վարդան Ղուկասյանը շատ բան ունի մեր Գյումրվա երած քաղաքին։ Դրա համար ես իրան պետք է ընտրեի։ Իրան չէ իմ ընտանիքս։ Որոշել եք արդեն։ Այո, իհարկե, միանշանակ Մարտին Գրիգորյանին, քանի որ շատ հետևում եմ նրան Instagram-յան եւ մյուս սոցցանցերով եւ շատ հետաքրքրել է նրա գործունեությունը, ու շատ հետաքրքիր է տեսնել թե նա ինչպես կդարձնի մեր քաղաքը։ Ընտրություններից ձեր կարծիքը ինչ ակնկալիքներ կա։ Չկա չէ։ Մարդ պետք է բոլոր ժամանակներում կարծիք ունենա, չէ։ Հա, բա իհարկե։ Ինչ ասեմ, ինձ համար միևնույն է, կանեհերիկ է։ Ընտրած մարդ կա, ունի։ Իշտեսի ինձ համար միևնույն է։ Հա։ Բաբշե ընտրած չունիմ։ Ընտրած չունի։ Չէ։ Բայց գնալու եք ընտրություններ։ Երկու մտքանի եմ։ Գնալու եք ընտրություններ։ Անպայման։ Ունեք ընտրած տեխնաց ավելորդ հարցերը պետք է։ Իմ ձայնը միանշանակ կտամ Մարտուն Գրիգորյանին, որովհետև միակ մարդն է, որին անհանգստացնում է Գյումրին եւ գյումրեցու հոգսերը։ Հա, դուք վերջնական որոշում։ Այո, վերջնական որոշումս Մարտուն Գրիգորյանն է, քանի որ կրկնում եմ, միակ մարդն է, որ անհանգստանում է գյումրեցու համար։ Դե տեսնում ենք յուրաքանչյուր թաղում էլ կա այնպիսի ընտանիք, որ ունի խնդիրներ։ Մեկը մեր թաղը միշտ մտել է, միշտ օգնել է, մենք ինչ հարցով դիմել ենք առանց հետին մտքերի մարդը միշտ օգնել է, կապ չունի որ դեմը ընտրություն է, էս Մարտուն Գրիգորյանը միշտ եղել է մեր կողքին, թե նախկինում, թե հիմա, ու վստահ եմ, որ առաջիկա ժամանակներում նույնպես նա մեր կողքին է լինելու։ Չնայած ճիշտ է, ընտրություններին շատ մարդիկ կմասնակցեն, մանավանդ մարդկանց բաները երեւոր Սերգեյ մարդկանց թոշակներից, նպաստների ճիշտ է ինքն էլ է ընտրություններին տեխնացիոն դրել, բայց ես վստահ եմ, որ անօգուտ է, որովհետև ինքը այդ մարդը չէ, որ ինքը անցնի։ Միակ մարդն որ իրավունք ունի ու արժանի անցնելու, դա Մարտուն Գրիգորյանն է։ Իմ ձայնս վերջնական Մարտուն Գրիգորյանինն է։ Ես նոր եմ եկել, տեղյակ չեմ ընդհանրապես։ Չգիտեք, տեխնացիների ծրագրերին չեք ծանոթացել, բայց գնալու եք ընտրություն։ Այո։ Նախընտրած տեխնացի ունեք։ Ունեմ։ Ինչ ակնկալիքներ կա այս նոր քաղաքապետից, ինչ քաղաքում ուղի։ Եթե փոփոխություններ եղնի ավելի լավ է, գնա այդպես էդիկ կցանկանանք։ Ուրիշ ոչինչ։ Եթե առաջիկա կիրակելներ, չեք ուզում ասեք ում եք ձայն տալու։ Չէ, չեմ ուզում։ Անել իր ռեկլամը կերու։ Չեմ ուզում։ Չեք ուզում։ Չէ։ Եվավ։ Իմ ընտրածս է կանցնի։ Կանցնի։ 100%։ Ունեք նախընտրած տեխնացի։ Ինչ ակնկալիքներ կա, ինչ փոխես քաղաքում մեր։ Աշխատատեղեր բացվի, կարևորը քաղաքին նայեն։ Ինչ ակնկալիքներ կա այս նոր ընտրություն, նոր քաղաքապետից։ Հուսանք ամեն ինչ կկարգավորվի, լավ կերնի Գյումրիի համար։ Հա, իսկ եթե առաջիկա կիրակիում ելներ, ում ձայն կդակ։ Ձեր տեխնացուն։ Թույլ տվեք չբարձրաձայնել։ Ճիշտ ասած գնալու ենք։ Հա, բայց թե ում ենք ընտրելու հələ խաբար չենք։ Ծրագրերին ծանոթացել եք։ Նոր սկսել ենք։ Նոր սկսել ենք ծանոթանալ, պես ծանոթ չեմ։ Նույնիսկ ինձ հարցրել են, կողմնորոշում ունեք, ասել եմ, հələ խաբար չեմ։ Եթե ընտրությունները առաջիկա կիրակի լինեին, ձեր ձայնը ում կտայիք, Մարտուն Գրիգորյանին։ Ինչով է պայմանավորված ձեր որոշումը։ Որտեվ գյումրեցի է ինքը, ու մեզի միշտ օգնել է։
Երբ ընտրությունների ժամանակ։ Չէ, ոչ, ինչ կան դիմել ենք, անորսմունք չենք մնացել։ Միշտ ձեր հոգսերով։ Այո։ Ընտրությունների գնալու եք։ Մեզ չի հասնում։ Ոնց չի հասնում։ Դե Ղարաբաղ չհասնում, հա։ Աբա ինչ անում։ Բա իրավունք ունեք, ստեղ չեք բնակվում։ Հա, 2 տարի աստեղ եմ։ Անպայման։ Հələ չեք որոշը, տեխնազը չունիք։ Դուք իրավունք ունիք ընտրելու։ Եթե ունենք էլ ասեմ, որը պատահել զայն կտանք, ինչ ասեմ։ Հա, հələ չեք ընտրել։ Չէ, հələ։ Դե իհարկե Մարդուն Գրիգորյանին։ Ինչով է պայմանավորված ձեր որոշը։ Ուղղակի քաղաքին, թե ասենք ծանոթ է ինքը, արդեն գիտե իր կառավարելը ինչպես կառավար է, ինքը մարդ տեսակով շատ լավ մարդ է, դե իր գործերին ծանոթ ենք։ Բարև ձեզ, Ընտրություններին անպայման Վարդան Ղուկասյանի ցավը տանիմ։ Քաղաքի տեղեն ինքն է։ Մեր ինչ ասեմ, մեծ ախպերս եմ, մեր մորքում լավ բան մեզ է, մեր պաբան է։ Այդպես է կա։ Մի քաղաքապետ է, ես արանք է, ես ինչ ճանճեմ ինձ, ինչ քաղաքապետի ընտրություններ եղել է, միակ մարդնով Սարգիս պանունի։ Ունի Սարգիս։